Հիմա ես ուզում եմ նաև հիշեցնել ձեզ արդեն ռեկլամներով, տեսնում եք, ես քաղաքապետարանի խորհրդի թեկնածու եմ այս գալիք հունիսի 2-ի ընտրությանը։ Եթե դուք գրանցված չեք, եթե ձեր կամ տարիներ գրանցված եք, բայց ձեր հասցեն փոխել եք։ Եթե հասցեն փոխել եք, պետք է նորից գրանցվեք։ Սա տեսնում եք, մեր հասցեն է։ Իսկ ամենահեշտ կարող եք նախ հեռախոսել։ Հիմա 12-ից մինչև 5 միայն կարող եք հեռախոսեք շաբաթվա ընթացքին, 12-ից մինչև 5 շաբաթվա ընթացքին։ Ապագայում այդպես չի լինի, երևի շաբաթ օր, կիրակի օր այստեղ են լինելու, օգնելու ձեզ։ Հեռախոսահամարը շատ հեշտ է, 818 244 մնացածը 9։ Ուրեմն 249 9999 հիշեք այս շատ հեշտ հեռախոսահամարը ձեզ մոտ, նշանակեք կամ հիշեք հեռախոսահամարը, եթե ընտրության վերաբերող հարցեր ունեք։ Ես հիմա ուզում եմ խոսել ինչ որ տեղի ունեցող Սենեգալ, այսինքն այս աղոթատեղին հրեական ամենախոշորներից Դիթրոյթ Միշիգանում է։ Իսկ ամեն այս սինագոգները, եկեղեցական հրեական, եկեղեցական կենտրոնները ունեն նաև դպրոց, իրենց տարածքի մեջ ունեն դպրոց, մոտավորապես 140-ից ավել այստեղ ունեն։ Ուրեմն մեկը գալիս է եւ սկսում է կրակել, եւ այնտեղ security կա, միշտ հրեաների security կա, police-ը նաև ուշադրություն է դարձնում։ Հիմա միասին նայենք այս տեսանյութը, տեսնեք տեղի նախ երկու դեպք այսօր տեղի ունեցավ, հետ վերադառնանք մի վերջան, տեսնում եք այստեղ աչում սինագոգն է, իսկ ձախում ինչ որ տեսնում եք officer training-ի կամ ROTC, որ քիչ հետո պիտի բացատրեմ, Norfolk, Վիրջինիայում է, ձախում Վիրջինիա այդ զինվորական դպրոցն է, աչում այդ սինագոգն է։ Ես հիմա աչի մասին խոսեմ, քիչ հետո այդ դպրոցի մասին կխոսեմ։ Տեսնեք, պոլիսն է եկել է կրակելուց հետո, ինչ որ ասացի security կար, մեկը մահացել է եւ այսպես տեսնում եք այս terroristական act, որ տեղի է ունենում, երեխաներին տուն են ուղարկում, տեսնում եք պոլիսը գալիս է, այստեղ տեսնում եք։ Հիմա մենակ այստեղ չի, սա նաև դպրոցն է, որ քիչ հետո պիտի անդրադառնամ, Միսիսիփի սինագոգի վրա էլ նախապես հարձակում են, Խբադ կրոնական հրեական կենտրոն գոյություն ունի Նյու Յորքում, այնտեղ են հարձակվել։ Եվ ես ձեզ հաղորդել էի, որ Ավստրալիայում այնտեղի սինագոգը Ավստրալիայում 15 հոգու սպանեցին ճիշտ նախքան նոր տարի, այսպես տեսնում եք, սա այստեղ մեզ մոտ տեղի ունեցող այսօրվա գրակոց է։ Նախագահ Թրամփը ասում է, որ ամեն ինչ հիմա կոնտրոլի տակ է եւ մենք ձերբակալելու ենք, պատժելու ենք ոչրագործներ, եթե ծրագրերը ինսա։ Այսպես տեսնում եք տեղի ունեցող դեպքը այսօր։ Սա դպրոցի այսինքն տեսչուհին է, որը նաև ինքը ռաբայ է, այսինքն կղերական է, ասում է մենք աշխատում ենք ծնողներին հանգստացնել, որպեսզի իրենց երեխաներին վերցնեն գնան, ասում է այս ռաբայը հրեա, եւ փանիկ էին արել, մտահոգված էին ծնողները եւ բոլորը գնացել են առանց վնաս հասնելու եւ մեքենաները գալիս էին երեխաներին վերցնելու, ասում է այս անձը տեսնում եք այսպես, ոստիկանությունը լրիվ շրջապատել է եւ պիտի ուսումնասիրեն, տեսնեն անձ որ կրակել էր, ինչ որ կրակել եւ այսպես տեսնում եք։ Իսկ ես հիմա ուզում եմ նաև խոսել ինչ որ դեպք էլի, այսպես արձակումներ, կրակոցներ, տերորիստական աշխատանքներ նաև տեղի ունեցավ
միայն այդտեղ չի, այլ Վիրջինիա համալսարան կա այնտեղ։ Այդ համալսարանում նաև գնում է ROTC, այս երիտասարդները գնում են, որ հետո դառնան զինվորականներ, նախնական այդ զինվորական դասավանդումներն այդտեղ տեղի ունենում։ Ուրեմն այսօր նաև Վիրջինիայում, հիմա անցնենք առաջ, սա Վիրջինիայում այդ համալսարանն է, Old Dominion University, տեսնում եք այստեղ, այնտեղ նաև մեկը, որ ինքը այդ զինվորական ծառայություն է տվել 36 տարեկան է, քիչ հետո կտեսնենք իհարկե իրեն, գալիս է, մեկ հոգու սպանում է, իրեն են սպանում նաև այդ training officer, դրանք որ սովորում են, անձը որ կրակել է, իրեն սպանել են, այստեղ տեսնում եք, և երկու հոգի վիրավորվել են։ Հիմա սա անձն է, որ Ջալոա, եկել է Մոհամմադ Ջալոան, եկել է հենց Վիրջինիայից է, ինքն էլ նաև այստեղ Army National Guard, այսինքն զինվորական ծառայություն է տվել։ Գիտեք, մարդիկ այս երկրում կարող են աշխատեն, բայց նաև Army մաս կազմեն, Army National Guard, ուրեմն այդպես է եղել ինքը, բայց նա անցնենք առաջ, 2016-ին իրեն ձերբակալել են, որ այն ժամանակ ծայրահեղ իսլամներին, ISIS-ին ուզեցել է օգնի և ուզեցել է հրացանատրճանակ օգտվի, որպեսզի Ամերիկայի վրա հարձակում կատարի, սա 2016-ին ինչ որ ձերբակալել էին իրեն։ Եվ հույս է ունեցել, որ ծայրահեղ իսլամներին կմիանա այս անձնավորությունը։ Այդ ժամանակ 2016-ին իրեն մեղավոր համարեցին տերորիստական ակտի համար, սա Օբամայի ժամանակ էր, և իրեն 11 տարի ազատազրկեցին, որ բանդը պիտի մնա։ Եվ 2024-ին նախքան, գիտեք, եթե լավ են պահում իրենց բանդում, նախքան ժամանակը լրիվ ազատ են թողում։ Ուրեմն այսպես անձնավորություն է և հիմա 2004-ից ազատ է եղել, ոչինչ չի արել, հետո մեկ անգամից հրացան է գտնում, գալիս է կրակելու, այս ուր որ զինվորականներ են պատրաստում, այսպես training-ի են գնացել։ Ամենայն դեպս իրեն վրա են կրակում, ինքը մահացել է այդ training center-ի մոտ Վիրջինիայում տեղի ունեցած դեպքն է, ինչ որ տեսնում եք։ Սա այդ անձնավորությունն է, որը 36 տարեկան է, այսինքն 36 տարեկան էր, Virginia National Guard, քիչ առաջ ձեզ ասացի, զինվորական ծառայություն էր տվել, և այսօր մտել է դասարանը, ասել է սա ROTC, այսինքն այն մարդիկ են, որ ուզում են դառնան զինվորականներ, և կրակում է 3 հոգու վրա կրակում է, և այսպես FBI-ի ղեկավարն էր, որ ասում է կրակողը մահացել է, և իրենք աշակերտներն են իրեն կարողանում կոնտրոլ անել, նախքան ոստիկան կա, որտեղ այս աշակերտները իրենք զինվորական training են, փորձեր են ձեռք բերում, և այսպես տեսնում եք դեպքը տեղի ունեցող այսօր, սա Վիրջինիայում էր տեղի ունեցել։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից, հիմա մենակ այս երկուսը չի, այս վերջին ժամանակ անընդհատ մի դեպքեր է պատահում այս երկրում, այն օրվանից, որ պատերազմը սկսված է Իրանի հետ, Իսրագիրը հովանավորում է, Իլին Մարտիրոսյանն է հովանավորում, իր գրասենյակ այս փաստաբանի գտնում է 616 նոր բրենդ, բայց ժամադրություն հարկավոր է։ Եթե դուք ավտովթար եք ունեցել, ակսիդենտ եք ունեցել, ձեզ մեքենայի և ձեզ վնաս ասել, զանգարեք այս հեռախոսահամարին և փաստաբանի հետ խորհրդակցեք, ձեզ պիտի հատուցում տան, ուրեմն այս հեռախոսով ձեր մեքենան վերանորոգելու կամ փոխելու և նաև այդ մարմնային վնասների համար։
Central Avenue Pharmacy ովանավորում է ծրագիրը, սա տեղատուն է, գտնվում է Կալիֆոռնիա փողոց տարիները, իսկ նոր կենտրոնը բաց են արել Sunland քաղաքում նոր իրենց տեղատունը բաց են արել եւ եթե դուք ապրում եք Sunland թանգա, Silmar, Simi Valley այդ շրջաններում բնակվում եք, իրենք կարող եք գնալ իրենց տեղատունը, որ ճիշտ թանգայի հարևանության է գտնվում, Sunland-ում թանգայի հարևանությանը կամ զանգարեք ձեր տեղերը կբերեն ձեր տանը կհասցնեն։ Երևան Post ովանավորում է ծրագիրը եւ եթե դուք վրեժի անուն տակ, իմ անունը տակ, օթանավով մի փանդ եթե ծանրոց ղրգեք Հայաստան, ընդամենը $1.99 սենտ է վճարում։ Մի փանդը $1.99 սենտ։ Իսկ եթե նավով մի ծանրոց լցնեք, որը 20-30 օրինակ $40 ծանրոց վերցնեք, $240 ծանրոց ես անվճար կտան, ուրեմն դուք $120 ղրկում եք, ընդամենը $40 եք վճարելու։ Երևան Post-ը Granada Hills-ում է գտնվում, իսկ նաև եթե մեքենա պիտի տեղափոխեք Հայաստան, խիստ զեղչված գին է սա, 2400 է, իրենք 1690 են վերցնում, սա $2500 SUV համար է, $1790, նաև տան կահկարասիկ ունեք, այսպես տեսնում եք պիտի ղրգեք Հայաստան, Երևան Post-ը կատարի, իսկ գումար պիտի փոխանցեք ընդամենը 1%-ով է կատարում։ Court Furniture ովանավորում է ծրագիրը Central եւ Myrtle փողոցի հատման կետում է Glendale-ում։ Euclid եւ 405 Freeway-ի հատման կետում է Orange County-ում, Santa Ana-ում 100-ից ավել Court Furniture-ը խանութներ ունի, mattress պիտի գնեք նոր, այցելեք Court Furniture, նաև գրասեղան սեղան աթոռներ։ Glendale-ում 339 North Central։ Շահին թուրն է ովանավորում ծրագիրը, հիմա նոր թուր նորից դեպի Ժապոնիա, մայիսի 10-ից մինչև մայիսի 1-ից մինչև մայիսի 10-ը 10 օրվա համար $3690 է սա։ Օթանավի ծախսը, ուտելիք, այնտեղ պիտի տարբեր տեղեր այցելեք, բոլորը ներառված է այստեղ անպայման զանգարեք, այսպես ցածր գնով թուր չեք կարող գտնել։ Ծրագիրը նաև ովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան ատամնաբույժներն են ովանավորում ծրագիր։ Որևէ հարցեր ունեք ատամի հետ, լինդի հետ, զանգարեք այս հեռախոսա համարին 372 East Olive փողոց եւ Glenox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում։ Բայց եթե խնդրեմ ունեք որևէ ձև ատամին վերաբերող այս հեռախոսահամարին զանգեք, ժամադրություն վերջեք կվերադառնա։ Նախագահ Թրամփը այսօր երբ որ իրեն ասում էին, որ նավթի գինը, այսինքն բենզինի գինը բարձրացել, նավթի գինը բարձրացել է, այսպես ասած որ կարևոր չի, որովհետև մենք իրենց այդ ատոմակայանները բոլորը վերացրել ենք։ Իհարկե այս նույն ասերը հունիսին նաև ասել է նախագահ, որ դրանք վերացրել են։ Իսկ հիմա այդպես է բացատրում։ Բենզինը, այսինքն մի տակառ նավթը նախ երբ որ պատերազմը սկսել էր, բարձրացավ մինչև ցույց էի տվել ձեզ $108-110 էր հասել, որովհետև կապված էր ինչ տեսակն է այդ նավթը։ Իսկ հետո իջավ $89-ի իջեց, բայց հիմա նորից բարձրացավ, թեև բոլոր եվրոպական երկրները, նախ Ամերիկան, ասել են իրենց պահեստ ունեն, ամեն երկիր, օրինակ Ամերիկան միլիոնավոր տակառ նավթ պահեստ ունի տարբեր տեղերում, ասել են բոլորը, թե եվրոպական երկրները, թե Ամերիկան նավթը այդ պահեստներից հանձնելու են, որպեսզի գինը շատ չբարձրանա, թե չէ նավթի գինը պետք է հասնի $150, ինչ որ Կատարի եւ այդ կղզիների, որ նավթ արտադրող երկրներ են, ասել են այդպես է լինելու, բայց հիմա որովհետեւ այդ պահեստներից նավթը արձակելու են, երևի այդ 110, 120 կամ հետո մի քիչ կարող է իջնի։ Ամենայն դեպս դրա համար տեսնում եք նավթը
մի քիչ ավել թանկացավ։ Մեզ մոտ մինչ 3 միջինը այստեղ հարավային Կալիֆոռնիայում $5.40 էր, ինչ որ ցուցադրել եմ ձեզ, օրինակ հենց Գլենդելում $5.29 է, $5.39 է, բայց ամենայն դեպս նաև եթե գնաք օրինակի համար, եթե գնաք downtown, որտեղ այնտեղ շատ gas station-ներ չկա, $8-ից ավել է բենզինը, Westwood-ի շրջանը գնում եք $7-ից ավել է բենզինը մի գալոնը այդքան բարձրացել է։ Հիմա ես ուզում եմ այստեղ ձեզ ցուցադրել, տեսնեք այս տերորիստական ակտերը, որ տեղի է ունեցել Ամերիկայի մեջ, ես քիչ առաջ ասացի Վիրջինիայում տեղի է ունեցել, Դիթրոյթում տեղի ունեցել, մի քանի օր առաջ էր սա Մասաչուսեթում, այսինքն Նյու Յորքի քաղաքապետի տան առջևը երկու անձիկ ռումբ էին ուզում տեղադրել, այնտեղ բողոքի ցույցեր կատարեին, ուրեմն այսպես FBI-ը եւ Department of Justice Արդարադատության նախարարությունը, Attorney General-ի office-ը ասում են, որ այս տերորիստական ակտերը շատացել են եւ իրենք դրա համար ամեն տեղ ոստիկաններ, քաղաքներին ասել են ուշադիր լինեն։ Հիմա նաեւ նահանգապետը այս երկրի ժողովրդի ուշադրության բերեց, որ Իրանը կարող է դրոնով Կալիֆոռնիան արձակվի, բայց մի քիչ չի համընկնում ճշմարտության, որտեղ Իրանի այդ հեռահար դրոնները մասամբ 1400 այդքան հեռավորություն կարող է գնալ եւ Կալիֆոռնիան 7100-ից կապված դուք Կալիֆոռնիայի որտեղն եք ապրում 7100 մայլզից 7500 մայլզ հեռավորություն է անգամ արևելյան նահանգները Նյու Յորք այդպես նահանգները նրանք 6000 մայլ հեռավորության են եւ ոմանք ասում են սա հնարավոր չի որ Իրանը կարողանա այս տարածքը այսինքն Ամերիկային կարողանա վնաս հասցնել ես այստեղ հիմա ուզում եմ ցույց տալ ձեզ անցնենք առաջ այստեղ տեսնում եք մեկ այս նավթը կամ բենզինը օդանավի բենզին էր տալիս վնասվում է այդ ստիպված է լինում իջնում է Իրաքում մեկը չի կրակել վրան հիմա թե լինի ամերիկացիներ կամ թշնամիներ Ամերիկայի չեն կրակել այլ դժվարություն է ունենում այս միայն օդանավները գալիս էին օդի մեջ ռազմօդանավները նավթ էին վերցնում բայց ամենայն դեպս իջել է Իրանը նաև հարձակումներ է կատարում տարբեր երկրների վրա փոքրիկ կղզիների վրա անգամ տեսնում եք սա նավթ տանող Պարսից ծոցում նավթ տանող նավեր են որ 6 նավի անցյալ 24 ժամվա ընթացքին հարձակվել է այդ հորմոզից անցնելիս սա Իրանի հերոստացույցում եք տեսնում որ ասում է որ մեր ղեկավարը այսինքն Խամենեի զավակը տեսնում եք այստեղ Մուջթաբա ասել է որ մենք շարունակելու ենք եւ փակելու ենք եթե խաղաղություն չլինի կողպելու ենք այդ նեղուցը Strait of Hormuz այսպես տեսնում եք իրենք հարձակումներ են լուրջ հարձակումներ են կատարում այդ շրջանում Իրանը թեև այսքան ռմբակոծել են Իսրայելը ամերիկան հարձակում է ռմբակոծում է այստեղ տեսնում եք 135 երկրներ այդ որ հարձակումը կատարվում է այդ նեղուցում որը Բահրեյնի Դուբայի դրանց բոլորին հարձակվել է Իրանը որ մի ժամանակ հարաբերություն լավ էր այս 135 երկրները իրենց բողոքն են բարձրացնում Իրանի այս հարձակումների վրա որը տեղի ունենում անգամ հորթանանի վրա Իրանի ֆուտբոլիստներն են որ Ամերիկայում պետք է այս մրցությունների մասնակցին օլիմպիկի մրցությունների մասնակցեն եւ թվում է որ իրենց ասել են հետ վերադառնա նախագահ Թրամփն է որ ասում է մենք հույս ունենք որ
որ մնան այստեղ մրցության մասնակցեն եւ իրենց ապահովության համար ավել հարմար կլինի որ մնան այստեղ գիտեք 5 ամերիկացի այսպես աղջիկներ Ավստրալիայի կառավարության ապաստան են փնտրել այնտեղ մեկ ուրիշը 6 հոգի էին մեկը հետո հետ փոշմանց ասել ես եմ վերադառնամ չեմ մնալու այստեղ եւ այստեղ այդ մարզիկները ավտոբուսի մեջ են գնում են այդ ինչ որ այդ կլորի մեջ տեսնում եք հիմա մութ է երևում բայց միջում այսպես թաբլոներ են պահել եւ ասում են մեզ փրկեք այդ կլորով որ տեսնում եք որովհետեւ դուք կարողանաք որտեղ նայեք բայց չի լինում կարդալ ամենայն դեպս պատերազմը շարունակվում է ամերիկան ասում է նախապես Իրանը ավել շատ Իսրայելի վրա հարձակվել է Իրանը այդ իրեն տեսնում եք այսպես եւ Իսրայելը Լիբանանում մտել է Լիբանանի հարավը 700 հոգի Հեզբոլլահին կապ ունեցող սպանել է եւ նորից տեսնում եք Իրանի Մոջթաբա Խամենեին եք տեսնում որ ասել է մինչև այն ժամանակ որ այս իսրայելցիք եւ ամերիկացիք հարձակվելու են մենք նաեւ հարձակվելու են վնաս ենք հասցնելու թույլ չենք տա նավթ անցնի այստեղից հիմա նավթի կինը տեսնում եք այստեղ global oil prices Brent-ը ավել լավ տեսակ բենզինն է այսինքն նավթն է որ սովորականից մի քիչ ավել թանկ է լինում հիմա այսպես բարձրացնում է իջնում է եւ հիմա ասել է $101 ասացի այս կղզիներից մեկի նավթի պատասխանատուն ասում էր որ առավել կթանկ է հիմա միջին Ամերիկայի նավթը $3.62 է 68 سنتով երեք ես ցույց տվի 50 سنت էր բարձրացել հիմա 68 է եւ թվում է էլի կբարձրանա եւ ասում եմ մեր պատերազմը սրա համար էր որ Իրանը միջուկային ատոմական ռումբեր չունենա սա նույն ասել էին երբ որ հունիսին են արձակվել նախագահ ասել էր եւ ասում է բենզինը եթե թանկանա կարեւոր չի բայց ատոմական ռումբ չեն ունենա եւ վնասներ չեն կարող հասցնել Ամերիկային կամ մեր բարեկամ երկրներին ասում է նախագահը իհարկե այս վերաբերյալ տեսնում եք պատերազմը Իրանում հարձակվում են շարունակվում է բոլոր նախագահ անգամ ասել է մենք իրենց բոլոր օդանավները բոլոր ռազմանավերը վերացրել ենք ասում է նախագահ Թրամփը ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից պետք է խոսեմ եղանակի մասին Դեյվիդ Բարի մասին պիտի խոսեմ դրոնը կարողանում ենք ուղղանալ իսկ ծրագիրը հովանավորում եմ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում եթե դուք վարձակալ եք վարձել եք մեկ ապարտման կամ առանձնատուն եք վարձել դա պիտի որտեղ դուք վարձակալն եք պետք է մաքուր լինի դուք մեկ բնակարան վարձել եք բնակարանի տերը պետք է մաքուր բնակարան ձեզ հատկացնի այդտեղ չպիտի լինի մրջուն եթե դուք վարձակալ եք ձեր վարձած ապարտմանում չպիտի լինի մրջուն միջատներ չպիտի լինեն պահարանը բացում եք բարձրանան իջնեն եւ մուկ չպիտի լինի եւ ուրիշ այդպես եթե այդպես չի զանգարեք այս հեռախոսամեր դուք ոչինչ չեք վճարում եթե կարողացավ ձեզ համար հատուցում ստանա հետո իրեն կվճարեք Կալիֆոռնիայի որևէ քաղաքում ապրում եք չի տարբերում զանգարեք այս հեռախոսամեր ծրագիրը հովանավորում է նաեւ դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը աչքի վիրահատող բժիշկ է ինքն 31 տարի փորձառությամբ սա Գլենդելի հեռախոսահամարն է իր գրասենյակի որը գտնվում է Ջաքսոն եւ Կոլորադո եւ Գլենդել Ավենյուի հատման կետում այդ շենքի մեջ է Գլենդելում իսկ նաեւ իր դարմանատուններից մեկը նոր մի ամիս մի քանի շաբաթ է երևի երկու շաբաթ Orange County-ում Costa
Մեսա տեսնում եք այդտեղ է օրենսքանթի որտեղ լինեք մոտիկ է ձեզ երևի կարող եք զանգահարեք ժամատրություն վերցնեք ծրագիրը հովանավորում է Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը Highland եւ Glenox փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում սա իրենց հեռախոսահամարն է եթե տեղերի կարիք ունեցա կարող եք գնալ այնտեղ կամ զանգահարեք իրենք կբերեն ձեր տանը տեսնում եք 60000777 ծրագիրը հովանավորում է նաև դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում ծրագիրը որը հարցեր ունեք գեղագիտական աշխատանքներ պիտի կատարեք քթի մասին եթե գեղեցկացնելու համար եւ այլն այդ հարցերով զանգարեք այս հեռախոսահամարին գտնվում է այսինքն Adventist հիվանդանոցի բժշկական շենքի մեջ կվերադառնա Տարօրինակ եղանակ է, օրինակ Richmond, Virginia-ում քիչ հետո պիտի ցուցադրեմ ձեզ, պատկերացրեք 89 աստիճան էր, այսինքն ձմեռ չէի կզգում, որ այնտեղ պիտի ձմեռ լինի, 89 ամա հավասար է այստեղ սանտիգրադով 34, 5, 33 կապած այդ շրջաններում ամենայն դեպս այդպես էր ձմռան ժամանակ այնտեղ սովորաբար ցուրտ պիտի լինի ձմեռը հիմա այդ 89 աստիճանից մեկ անգամից եկել է որոշ տեղերում 20-29 աստիճան տեսնում եք արևելյան նահանգներն եք տեսնում որոշ տեղերում ձյուն է հիմա գալիս մի քանի օր առաջ շատ շոկ էր այնտեղ այսպես տեսնում եք եւ այստեղ blizzard փոթորիկ է քամի է եւ Ձյուն է սկսել իջնել եւ խիստ քամիներ են տեսեք աչում 15-16 այսինքն Ֆարենհայթ հեսա 0-ից ցած է ջերմաստիճանը 11 աստիճան որոշ տեղերում այնտեղ տեսնում եք արևելյան նահանգներում ձյուն է իջել Վիսկոնսինի մոտ Միշիգան Նյու Յորք բնականաբար 3-ից 6 ինչը եւ այսպես տեսնում եք 6-ից 12 ինչ տեսեք ինչ է տեղի ունենում եւ մի ժամանակ առաջ շատ շոկ էր այսպես ինչ որ քիչ առաջ ասում 60 աստիճան մի օր առաջվանից իջեր է հիմա տեսեք անհավատալի է 24 ժամվա ընթացքին 60 աստիճան ջերմաստիճանը իջել է ռեկորդեր որպես շատ շոկ է այնտեղ Եվ հիմա իջել է շատ ցուրտ է ձյուն է իջել տեսնում եք 89 քիչ առաջ ասացի 3 էր իսկ այսօր ինչ որ տեսնում եք սա է տեղի ունենում փոթորի քամի ձյուն եւ բնականաբար accident տեսեք ինչ է հիմա Վայոմինգում թրակ է շրջվել Կոլորադոյում dust storm Washington նահանգում մեկ ծառ ընկել է շենքի վրա է ընկել այնտեղ Շիկագո եք տեսնում Լուիզիանայում նաև այսպես երկու նահանգների ղեկավար Իլինոյի եւ Ինդիանա նահանգապետներն են որ տուժողներին գնացել են կամ տարածքների ինչ որ խիստ աչում Իլինոյի նահանգինն է ծախում Ինդիանա նահանգի նահանգապետներն են որ վնասները հասել այցելում են եւ ժողովրդին խրախուսում են որ նահանգը կօգնի իրենց այսպես հարցերով իրենց հետ խոսում են ես ուզում եմ խոսել Դեյվիդ Բարի մասին մեկ բար կա հիմա այս վերջերս շատ հետաքրքրություն է ստեղծել տեսնում եք այստեղ Դեյվիդ Բար եւ հետո իրենք ասում են որ օրինակ յուղը կամ ճարպը ինչքան է սրա մեջ եւ ինչքան կալորի է տալու ձեզի եւ ինչ որ գրերն են թվում է որ այդ ճշմարտություն չունի թեև սա բնական չի ինքը այլ մարմինի ուտում են մարմինը չի ընդունում որովհետեւ արհեստական է եւ մարմինից հեռանում է բայց ինչ որ վրան գրված է որ ինչքան կալորի ինչքան
fat քննության են ենթարկել եւ class action մասնական մարդիկ մի խումբ մեծ հավաքվել են եւ դատ են բացարել այս ընկերության դեմ, որ այս վերջերս էր այս աշխատանքը սկսել եւ մեծ հաջողություն էր արձանագրել protein bars, այսպես է, ավելի շատ կալորի ունի, քան ինչ որ ասում են այս David Barr 80% ավելի շատ կալորի ունի, քան թե ինչ որ այդ վրան գրված է, պետք է ամեն ինչը ճիշտ գրվի վրան։ Եվ 4 անգամ ավելի fat կամ ճարպ յուղ ունի այս, եթե մեկը գնում է David Barr-ը, սա EPG-ը modified է, այսինքն փոփոխված է եւ բնական չի։ Հիմա ծախում տեսնում եք ինչ որ իրենք ասում են label-ի վրա, այդ գրության վրա գրված է 150 կալորի, քանի որ 271 կալորի է, տեսնում եք 80%-ով ավելի կալոր։ Իսկ fat-ը, ճարպը, յուղը, իրենք ասում են 2.5 գրամ ունի, տեսնում են 12.31 գրամ ունի։ Սա տերտիրականն է այդ ընկերության David Barr-ի եւ ասում է սա անտեղի տատավարություն է, մենք խիստ հետևելու ենք եւ մենք շահելու ենք։ Այստեղ էս Barr-ը տեսնում եք ինչ որ այս EPG, ասացի modified plant based oil յուղը այս կանաչից եւ բնական բաներ են ասում իրենք, բայց ամենայն դեպս մեծ դատավարություն է լինելու այս, որտեղ հազարավոր մարդ ինչ որ կերեն է կարծելով որ սա իրեն կօգնի, չեն կերանա, չեն քոլեստերոլի եւ յուղի, ճարպի, այդ գաղափարներով որ ուրիշ բան չեն կերել, սրան են կերել, ուրեմն այդ դատին միացել են։ Տարօրինակ է որ երկու հոգի մտնում են, պատկերացրեք, մեկ բազա, base, զինվորական բազա մտնում են եւ 4 դրոն են կողանում, հիմա միասին տեսնենք, այստեղ տեսեք իրենց մասամբ ծածկված է, գնում են եւ դրոններն է ինչ որ վերցրերը տանում է, շատ զարմանալի է սա իրենց մեքենան է, որ կարողացել են մի պատկեր ունենան, սա նոյեմբերին էր տեղի ունեցել, հիմա չի պատահել, այլ նոյեմբերին էր տեղի ունեցել, բայց չէին ասել հիմա նոր բացահայտեն են այսպես։ Եվ unruly passenger ուզում եմ ձեզ ցույց տամ, այսինքն ճամփորդներ, որ իրենց լավ չեն պահում օդանավում, թեև խիստ տուգանում են հիմա, երբեմն եթե շատ վատ է, իրենց թույլ չեն տալիս, էլ օդանավով ճամփորդեն, հիմա անձը ինձ է պետք է երկար ճամփորդության մասնակցի, իրեն պրոբլեմն է դառնում, բայց նախապես օրինակ $1000, հիմա 10,000 եւ ավելի տուգանում են, եթե անձը օդանավի մեջ իրեն լավ չպահի։ Unruly passenger այստեղ տեսնում եք այս մարդը մարդիկ հավաքվում են իրեն այսինքն պահում են մինչև հետո ոստիկանը գա իրեն տանի այստեղ տեսնում եք այս unruly passenger-ը որ Մայամիից օդանավը գնում էր դեպի Դենվեր այդտեղ պատահել է ես մի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարից Նյու Յորքի ցույց տամ մեկ մեքենա ինչ որ թռիչք է գործում մտնում է խանութի մեջ իսկ ծրագիրը հովանավորում է համազգայինի Sayat Nova Choir այս նվագախումբը երգչախումբը եւ երգիչները մասնակցելու են մեծ համերգի Alex Theatre-ում ճանաչված Նունե Ավետիսյան երգչուհին է այդտեղ լինելու նաև Նունե Ավետիսյան մեր այս ալիքի հաղորդավարը այդտեղ ղեկավարելու է համերգը այսպես աշխատանքները դա տեղի ունենալու շաբաթ այստեղ տեսնում եք այս ամսի 21-ին երեկոյան ժամը 7-ին Alex Theatre կարող եք այստեղ
իրենց տեղերը ապահովեք կամ զանգարեք այս հեռախոսի համարին տեղերը Alex Theatre-ում այսինքն գնում են օր առաջ ձեռնարկեք որպես կարողանաք այս կարևոր համերգին որը 100 հոգի երգիչներ նվագիչներ բեմի վրա են լինելու մասնակցել ծրագիրը հովանավորում է Չոփորյան փաստաբանական գրասենյակն հովանավորում Ագոբ Չոփորյան եւ իր երկու դուսրերը, որ երկուսն էլ փաստաբաններ են, ձեզ առաջարկում են, եթե ավտովթար ունեցաք, ձեր մտահոգությունների իրենց հանձնեք զանգահարելով այս պաստառի վրա երևացող հեռախոսահամարին 818 244 47 47 հեռախոսահամարին։ Դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը ալերժի ու ասմի համար այստեղ զանգարեք ժամադրություն վերցրեք իրենցից։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Եթե նորի օգտագործված դաշնամուր պիտի կնեք, անպայման այցելեք Hollywood Piano, որովհետև 600-ից ավել դաշնամուր կա այնտեղ երկու հարկի մեջ Ամերիկայի ամենամեծ դաշնամուրի խանութն է։ Սրանից խոշոր դաշնամուրի խանութ գոյություն չունի։ Որևէ դաշնամուր, որևէ տեսակը, որևէ երկրում Եթե արտադրում են, դրանց մեջ նաև ամերիկյան դաշնամուրներ իրենք ունեն օրինակները այդտեղ։ Ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիրը։ Raffi's Market-ը Բրբանկում է, բայց անմիջապես Գլենդելի արևանությանը պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու կվերադառնաք։ Նյու Յորքում մեկ մեքենա ուզում եմ ձեզ ցուցադրել, տեսեք ինչպես է լինում։ Այստեղ Նյու Յորքը գիտեք մտնում է, այդ խանութն է մտնում։ 80 տարի տեսեք ինչպես է անցնում։ 80 տարեկան վարորդն է լինում, տեսեք ինչպես անցնում է, չտեսնված է սա, բայց ոչ ոք դրանց մեջ նաև վարորդը իրեն հիվանդանոց են տանում, բայց այդ 80 տարեկանին որ այս օթանա, այսինքն մեքենայի մեջ թռչում է, բայց մեկը չի վնասվել, ոչ ներսում, ոչ ինքը նաև, բայց եւ այնպես գիտեք այդպես ժամանակ հիվանդանոց են տանում քննելու։ Իսկ ես ուզում եմ ցույց տալ 2022-ին ես այստեղ ասել էի, որ մեկ asteroid քար գալիս էր դեպի մեր մոլորակը։ Ուրեմն կազմնասան եւ կազմակերպում են միցե որ սրան մի քիչ շեղեն, որ վստահ լինեն անպայման մեր մոլորակին չի դիպչելու։ Հիմա ուզում եմ ցույց տալ ինչ էին պատրաստել այդ ժամանակ մեկ ուրիշ asteroid-ի նման NASA spacecraft, ուրեմն ղրկում են, որ կպնի այս asteroid-ին, այս խոշոր քարին, որ դեպի մեզ էր գալիս, այստեղ կերտված, այս է ինչ որ պատրաստեն են Սա պատրաստվածը մյուսը այս մեր տիեզերքից գալիս էր ու հարվածում է մյուսին, որպեսի մի փոքր ուղղությունը այն մեծի շեղեն ինչ որ տեսնում եք։ Ես մի տաթար վերցնեմ եւ վերադառնամ շարունակեմ ծրագիրը, իսկ ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյանն է հովանավորում ծրագիր, եթե bankruptcy պիտի ֆայլանեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ բիզնեսում Եվ եթե ավտովթար ունենաք զանգարեք այս հեռախոսահամարին։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը։ Եթե թաթի վրա թաթի տակ, ոտքի վրա վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, այստեղ զանգարեք 4 կենտրոններ ունի Orange County-ում, այստեղ տեսնում եք հասցեները եւ Գլենդելում 616 East Glenox-ի վրա է, ամենայն դեպս Encino եւ Commerce-ում, բայց ամենայն դեպս հեռախոսահամարը պիտի նախապես Զանգարեք ժամադրություն վերցնեք։ Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինիբաս ունեն, ձեզ կտանեն կվերադարձնեն։ Jackpot-ն է հովանավորում ծրագիրը, ձեզ է առաջարկում նոր հագուստներ է բերել, նոր կոշիկներ, բոլորը անգամ $5-ից սկսյալ, այսպես տեսեք գեղեցիկ հագուստներ նաև բերված է արտասահմանից բերված հագուստներ, կոշիկներ, անպայման այցելեք Jackpot Pacific փողոցի վրա։ Անաշե Gift-ն է հովանավորում ծրագիրը, առաջարկում է այս հիմա ամենաիջեցրած գինը $69 իջեցրեն 49-ի, այս էլեկտրական ավելն է, որ ձեր տունը մաքրեք եւ
բաժանվում է, տեսնում եք այստեղ, որ կարողանաք արանքները, փոշիներ բռնեք եւ մաքուր բայեք ձեր տարածքը, անաշեն կդում եք Գլենոքս փողոցի վրա կվերադառնա։